Աստծո արքայությունը ձեր ներսում է։ Այսօր մեր եկեղեցին նշում է դատավորի կիրակին եւ իբրև Սուրբ Գրային ընթերցանություն մեզ համար սահմանել է Ղուկասի ավետարանի 17-րդ եւ 18-րդ գլխից վերցված դրվագներ, որոնք մեզ պատմում են Աստծո արքայության մասին եւ այդ տրամաբանության մեջ այրի կնոջ եւ դատավորի առակը, ինչպես նաեւ Փարիսեցու եւ Մաքսավորի առակը։ Նախ 17-րդ գլխի վերջում մենք տեսնում ենք, թե ինչպես են փարիսեցիները մոտենում Հիսուս Քրիստոսին եւ հարց տալիս նրան, թե երբ պիտի գա Աստծո արքայությունը։ Ինչին ի պատասխան Հիսուս Քրիստոս բացատրում է, որ Աստծո արքայությունը դրսից տեսանելի կերպով չի գալիս, այն ձեր մեջ պիտի լինի, ձեր ներսում։ Այլ խոսքերով ասած, այս արքայությունը, Աստծո արքայությունը տարբերվում է մնացյալ արքայություններից նրանով, որ ոչ ռազմական, ոչ քաղաքական եւ ոչ էլ այլ տեսակի ուժերով չի կարող հաստատվել որևէ տեղ այս աշխարհում, այլ կարող է հաստատվել բացառաբար այնտեղ, որտեղ մենք ընդունում ենք Աստծուն, մեր սրտերում։ Աստծո արքայության հաստատման համար, եթե մենք փորձենք վերաձևակերպել փարիսեցիների հարցը, կարող ենք Հիսուս Քրիստոսին այսօր Սուրբ Գրքին նայելով հարց տալ. Տեր, ինչ անենք, որ այդ Աստծո արքայությունը լինի մեր սրտերում։ Եվ կարծում եմ Հիսուս Քրիստոս շատ գեղեցիկ կերպով կմեջբերի Լեռան քարոզից հայտնի իր ասածը, թե Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ Այլ խոսքերով, եթե ցանկանում եք ձեր սրտերում Աստծո արքայություն ունենալ, եղեք հոգով աղքատ։ Իսկ հոգով աղքատն այն մարդիկ են, որոնք գիտակցում են իրենց տկարությունը առանց Աստծո, որոնք գիտակցում են, որ իրենք ոչինչ չունեն Աստծո առաջ, եւ աղքատի պես ծնկի գալով Աստծո առաջ խնդրում են, որպեսզի Աստված ողորմություն անի, որպեսզի իր ողորմությամբ իր արքայությունը տա այն աղքատներին, որոնք խնդրում են։ Հետևաբար, եթե ցանկանում ենք Աստծո արքայություն ունենալ մեր սրտերում, պիտի աղքատի պես մեր ձեռքերը մեկնենք առ Աստված, խնդրենք նրան, աղաչենք, որպեսզի նա իր արքայությունը տա մեզ։ Եվ ո՞րն է այդ խնդրանքը, եթե ոչ աղոթքը։ Եվ այս տրամաբանության մեջ է, որ Ղուկաս ավետարանիչը Աստծո արքայության մասին մտորումներից եւ Քրիստոսի պատասխանից հետո երկու առակ է մեզ ներկայացնում. այրի կնոջ եւ դատավորի մասին առակը եւ Փարիսեցու ու Մաքսավորի մասին առակը։ Առաջին առակում մենք տեսնում ենք, որ մի այրիկին, որը չքավոր էր, որևէ բան չուներ դատավորին տալու համար, անընդհատ նրան խնդրում է, որպեսզի այս դատավորը տեսնի իր դատը եւ օգնի իրեն։ Սակայն այս դատավորը, որը իր իսկ խոսքերով Աստծուց չէր վախենում եւ մարդկանցից էլ չէր ամաչում, չէր ցանկանում ընթառաջել այս կնոջը, որովհետև այս կինը չքավոր էր եւ որևէ բան տալ իրեն չէր կարող։ Այդուհանդերձ ի վերջո մտածում է, ասում է. այո, թեև Աստծուց չեմ վախենում, մարդկանցից չեմ ամաչում, բայց տեսնեմ այս կնոջ դատը, որովհետև նա ինձ այլևս անհանգստացնում է։ Հետևաբար Հիսուս Քրիստոսին քարակը բացատրելով ասում է, թե եթե անիրավ դատավորը լսում է այս կնոջ խնդրանքը, որովհետև այս կինը անընդհատ խնդրում է, անընդհատ դիմում է այս դատավորին, որքան առավել ուշադիր կլինի Աստված իր ծառաների, իր հետևորդների հանդեպ, երբ նրանք խնդրեն իրեն օգնել եւ միջամտել իրենց կյանք, որովհետև Աստված արդար է եւ բարի, եւ մեր հարատև խնդրանքներին ի պատասխան Աստված ուղղակի չի կարող չմիջամտել մեր կյանք, բայց խնդրել Աստծուն դեռ չի նշանակում ստանալ նրա ողորմությունը։ Շատ կարևոր է, թե ինչ ենք մենք Աստծուց խնդրում։ Ոչ միայն կարևոր է աղոթքի հարատևությունը, այլ առավել կարևոր է նաեւ աղոթքի բովանդակությունը, որի մասին եւ մեզ գալիս է որոշ գաղափարներ եւ բացատրություններ տալու երկրորդ առակը, որ Հիսուս Քրիստոս պատմում է։ Նա ասում է, թե տաճարում երկու հոգի կանգնում են աղոթքի, մեկը Փարիսեցի եւ մյուսը Մաքսավոր։ Փարիսեցիները հայտնի էին նրանով, որ պահում էին Մովսիսական օրենքը եւ անգամ ավելին նոր օրենքներ էին սահմանում եւ հետևում էին անգամ այդ օրենքներին։ Իսկ Մաքսավորները հայտնի էին իբրև մեղսագործ մարդիկ, որոնք հարկ էին վերցնում հրեաներից եւ տալիս էին այդ հարկը հռոմեացիներին։ Եվ ահա այս երկուսը կանգնում են աղոթքի տաճարում եւ Փարիսեցին ասում է իր աղոթքի ժամանակ. շնորհակալ եմ քեզ Տեր, որ նման չեմ այն բոլոր մեղավորներին եւ հատկապես այս Մաքսավորին, այլ պահում եմ օրենքները, տասանորդ եմ տալիս եւ այլն եւ այլն։ Իսկ Մաքսավորը կանգնած մեկուսի իր կուրծքը ծեծելով անընդհատ ասում է. Տեր, ների ինձ մեղավորիս։ Հիսուս Քրիստոս ինքը բացատրում է, որ այս երկուսից տաճարից հեռանում է արդարացած միայն Մաքսավորը։
Տեսեք, հետաքրքիր մի բան ասեմ։ Այսօրվա ընթերցանությունը Ղուկասի 17-րդ գլխից, որը սկսվում է եւ գնում է մինչեւ 18-րդ գլուխը, սկսվում է եւ ավարտվում է փարիսեցիների մասին մեջբերումով։ Նախ փարիսեցիները գալիս են եւ հարցնում են, թե ինչ անենք, որտեղ է գալու Աստծո արքայությունը, եւ Աստված բացատրում է, Հիսուս Քրիստոս բացատրում է, որ այն պիտի լինի ձեր սրտերում, եւ ապա վերջում առակի մեջ ներկայացված փարիսեցու դեմքով փարիսեցիներն ասում են շնորհակալություն։ Մենք քո արքայության կարիքը չունենք։ Մենք արդար ենք, օրենքը պահում ենք, մեղքեր չենք գործում։ Նրանց Աստծո արքայությունը պետք չէր։ Մինչդեռ մենք չլինենք փարիսեցիների պես եւ չասենք Տեր Աստծուն, թե մենք մեղքեր չունենք։ Չասենք, թե Տեր, մենք քո միջամտության կարիքը չունենք, այլ Մաքսավորի օրինակով եւ Հայրի կնոջ օրինակով անդադար աղոթելով Աստծուն, ասենք Տեր, ներիր ինձ մեղավորիս։ Տեր, քո արքայությունը հաստատիր իմ սրտում։ Այո, մենք Հայրի կնոջ պես չքավոր ենք, մենք աղքատ ենք։ Մենք քեզ ոչինչ չունենք տալու, մենք չենք կարող քեզ որևէ բան տալ, որպեսզի դու դրա դիմաց մեզ ընդունես քո Աստծո արքայության մեջ։ Անկամ այն բոլոր գործերը, որ մենք անում ենք քո անունով, անում ենք, որովհետև անպիտան ծառա ենք եւ պիտի անենք, եւ դրանք չեն կարող լինել գրավական, որպեսզի մենք մտնենք քո արքայությունը։ Տեր, մենք աղքատ ենք, բայց մենք հարատև աղոթում ենք եւ խնդրում ենք քեզ, քավիր մեզ մեղավորներիս, ընդունիր մեզ քո արքայության մեջ, հաստատիր քո արքայությունը մեր սրտերում։ Գիտեք, մենք մեղքի դեմ պայքարում մի օր անպայման ծնկի ենք գալու, որովհետև եթե մենք առանց Աստծո ենք պայքարում, ուժ չունենք պայքարելու մեղքի դեմ, եւ մեր տկարությունը մեզ մի օր ծնկի է բերելու։ Եվ ես կարծում եմ, եթե ես պիտի ծնկի գամ, ապա իմ անզորությունը գիտակցելով եւ Աստծո հզորությունը տեսնելով նախընտրեմ ծնկի գալ ոչ թե մեղքի առաջ, այլ Աստծո առաջ, ասելու թե Տեր, քավիր ինձ մեղավորիս, Տեր, դուր ինձ քո արքայություն։